Հատուկ նշանակության լրացուցիչ զորքեր են կենտրոնացվել Վրաստանի նախագահական պալատի մոտ, որտեղ ցուցարարները ջարդել են երկաթե ճաղավանդակներն ու ներխուժել պետության ղեկավարի նստավայր։ Լարվածությունն ամեն րոպե աճում է Ատոնելի փողոցում, ուր ընդդիմության հազարավոր աջակիցներ են եկել Ազատության հրապարակից։ Պատրաստվում ենք վերցնել նախագահական պալատի բանալիները։ Դա կլինի առաջին քայլը, հայտարարել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդալևան։ Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ մտադիր է խաղաղ հեղափոխություն անել։ Նախագահական նստավայրի մոտ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները արցունքաբեր գազ են կիրառել ու ջրցան մեքենա են գործի դրել ցուցարարներին ցրելու համար։ Եվրոպամետ ընդդիմությունը փողոց է դուրս եկել թիմ ընտրությունների օրը, քվեարկության նախնական տվյալներով առաջատար է իշխող վրացական երազանք կուսակցությունը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ կառավարող ուժը ստացել է քվեների ավելի քան 70%-ը։